Բենզալցակայաններում, վեբ խանութներում և ինտերնետում վաճառվող ու տարածված տիանեպտին անունով վտանգավոր նյութը մեծ վնաս է հասցնում երիտասարդությանը։ Մասնավորապես այդ ամենը ներկայացվում է որպես ցավազրկող կամ հապկադեպրեսանտ, բայց որևէ լիազորություն ու արտոնություն չունի առողջապահական կառույցների կողմից։ Տիանեպտինը շարունակում է ազատ վաճառվել և հատկապես գրավում է երիտասարդներին։ Թեև որոշ երկրներում այն օգտագործվում է բժշկական վերահսկողությամբ, ԱՄՆ-ում այն համարվում է վտանգավոր մարդու առողջության համար։ Արդեն 10 նահանգներում այն արգելվել է, սակայն վաճառքը դեռ շարունակվում է։ Սննդի և դեղերի վարչությունը հորդորում է բոլորին կանխել այնպիսի սննդի օգտագործումը, որոնք պարունակում են նման նյութեր, մինչև որ փորձեն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ու կանխել հնարավոր մահվան դեպքերը։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Վաշինգտոնում ներգաղթյալ ծնողները դպրոցների առջև են, նրանք վախենում են, որ այսը կարող է ձերբակալել երեխաներին։ Կալիֆոռնիայի մայրուղիներում շրջում են գաղտնի պարեկային մեքենաները և վերահսկում են վարորդներին։ 17 նահանգ դատի է տվել Թրամփին էլեկտրական մեքենաների կայանատեղի կառուցելու ֆինանսավորումը դադարեցնելու համար։ Ռոմի պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցին կունենա ամերիկացի պապ։ Ուր են գնում ձեր հարկերը, պետությունը գումարը հավաքում է բոլորից, բայց վերադարձնում է նահանգներին անհավասարաչափ։ Եվ վերջում ձեզ համար պատրաստել ենք հատուկ նյութ, ձեզ կտեղեկացնենք, թե ինչ փաստաթղթերով կարող եք ԱՄՆ-ում նահանգից նահանգ գնալ։ Այժմ ներքին թռիչքների համար պարտադիր է ունենալ Real ID, որի վրա աստղանիշ կա, այնպես որ դիտեք թողարկումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Վաշինգտոնում ներգաղթյալների շրջանում վախի ու անորոշության մթնոլորտ է։ Մասնավորապես ծնողները հավաքվել են վաղ առավոտից դպրոցների մոտ, սպասում են այսի գործողություններին։ Չհաստատված լուրերի համաձայն Թրամփը խստացնում է ներգաղթի քաղաքականությունը ու սպասվում են արտաքսումներ։ Այսը դեռ դպրոցներ չի մտել, հերթը քաղաքի ռեստորաններին է։ Դպրոցների ղեկավարությունն ու տեղական կազմակերպությունները պատրաստվում են հնարավոր ներխուժումներին, կազմելով հակաճգնաժամային ծրագրեր։ Ծնողներին հորդորում են նախապես ստորագրել փաստաթղթեր, որպեսզի ձերբակալության դեպքում երեխաները փոխանցվեն վստահելի անձանց խնամքին։ Ծնողները շարունակում են մնալ դպրոցների մոտ աջակցելով միմյանց։ Անօրինական միգրանտները, ովքեր ուսանողներ են, այլևս պետությունից աջակցություն չեն ստանա, եթե հաստատվի օրինագիծը։ Այսպիսով, այն ուսանողները, ովքեր ստանում են պետական աջակցություն, հնարավոր է զրկվեն, սա լուրջ վտանգ է ներկայացնում և մեծ ռիսկեր է պարունակում, որովհետև ուսանողները ստիպված կլինեն էլ ավելի թանկ վճարել ուսման համար, անգամ նրանք, ովքեր տարիներ շարունակ ապրել, սովորել ու աշխատել են նահանգներում։ Նախագիծը նաև պահանջում է, որ ներգաղթի կարգավիճակը մերժվելու դեպքում ուսանողը 30 օրվա ընթացքում վճարի տեղական և արտասահմանյան վարձերի տարբերությունը։ Բուհերին կտրամադրվի իրավունք պահելու դիպլոմը, մինչև այդ գումարը ամբողջությամբ մարվի։ Քննադատները նախազգուշացնում են, որ այս մոտեցումը խտրական է և կարող է վնաս հասցնել նահանգի տնտեսությանը, քանի որ ներգաղթյալ ուսանողները մեծ ներդրում ունեն ինչպես բուհերի, այնպես էլ աշխատաշուկայի համար։ Նյու Ջերսիի Նյուարք քաղաքում բացվել է ներգաղթյալների նոր կալանավայր 1000 մահճակալներով մասնավոր ընկերության կողմից։ Այսպես քաղաքապետը դատի է տվել ընկերությանը, հայտարարելով, որ այնտեղ չկան տարրական պայմանները և որևէ կերպ կալանավայրը չի համապատասխանում իրականին։ Քաղաքապետը հայտարարում է, որ այս կալանավայրի գործարկումը խախտում է մարդու իրավունքներն ու հակասում է սահմանադրությանը։ Ընկերությունն էլ հակադարձում է, նշելով, որ կենտրոնը կստեղծի հարյուրավոր աշխատատեղեր և կբերի միլիոնավոր դոլարներ քաղաքի տնտեսությանը։ Սակայն դեռ պաշտոնապես հայտնի չէ, ներսում արդեն միգրանտներ պահվում են, թե ոչ։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործատուների և Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումները և նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցներին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։
Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով և Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ Կալիֆորնիայի մայրուղիներում արդեն գործում են նոր սերնդի պարեկային ավտոմեքենաներ, որոնք նախագծված են այնպես, որ աննկատ գործեն։ Դրանք չունեն լույսեր կամ տարբերանշաններ, ինչի շնորհիվ ոստիկանները կարող են վերահսկել և տուգանել վտանգավոր վարորդներին առանց ուշադրություն գրավելու։ Օրական Կալիֆորնիայում գրանցվում է մոտ 1000 դեպք, երբ վարորդները վարում են չափազանց արագ կամ ագրեսիվ։ Շատերն այդ վարքը տեսագրում և տարածում են սոցիալական ցանցերում, ներկայացնելով որպես վիդեոխաղային մրցույթներ։ Մինչև հունիս մայրուղիներում կշրջեն 100 նոր մեքենաներ և այս ամենի համար հատկացվելու է $2 միլիոն։ Կալիֆորնիայի գաղտնիության պաշտպանության գործակալությունը թույլատրել է իր վերահսկողությունը արհեստական բանականության նկատմամբ։ Եվ այսպես, սկզբնական շրջանում Կալիֆորնիան խիստ պահանջներ էր ներկայացնում, որպեսզի վերահսկի, թե ինչպես են ընկերությունները օգտագործում արհեստական բանականությունը մարդկանց վերաբերյալ ինֆորմացիա ստանալու, աշխատանքի ընդունման, վարկերի տրամադրման և այլ հարցերում։ Ընկերությունները պարտավոր էին բացատրել, թե ինչպես է համակարգը գործում, գնահատելով ռիսկերն ու նախազգուշացնելով մարդկանց, որ որոշումը կայացրել է արհեստական բանականությունը։ Բայց հիմա վերահսկողության ծախսերը կրճատվել են և ընկերությունների մոտ 90%-ը դուրս է մնացել այդ կանոնների տիրույթից։ Սա նշանակում է, որ շատ տեխնոլոգիական ընկերություններ այլևս չեն վերահսկի, իսկ սպառողների պաշտպանները մտահոգված են, որ անձնական տվյալները կարող են ավելի հեշտ շահարկվել։ Ամերիկյան 17 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ, պնդելով, որ նա անօրինաբար դադարեցրել է միլիարդավոր դոլարների ֆինանսավորումը, որը նախատեսված էր էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ կառուցելու համար։ Միջոցները հատկացվել էին Բայդենի ենթակառուցվածքների ծրագրով, սակայն Թրամփը պահանջել է դադարեցնել։ Դատական գործը գլխավորում է Կալիֆորնիայի, Կոլորադոյի և Վաշինգտոնի գլխավոր դատախազները, որոնք պնդում են, որ նախագահը խախտել է օրենքը, դադարեցնելով ֆինանսավորումը, որը պետք է վերահսկի Կոնգրեսը։ Ծրագիրը նախատեսում էր $5 միլիարդ ներդրում, որից արդեն բաշխվել էր 3.3 միլիարդը, և հիմա մի շարք նահանգներ կանգնած են ֆինանսավորման կասեցման վտանգի առջև։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Samsung-ը երկար դադարից հետո վերադառնում է նոր ձևաչափով։ Ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջին եռակի ծալվող սմարթֆոնը մինչև 9.9 դյույմանոց հսկա էկրանով։ Սա կլինի Samsung-ի առաջին եռակի ծալվող հեռախոսը և սկզբնական շրջանում կարտադրվի ընդամենը 200,000 հատ։ Շուկայի արձագանքը գնահատելու համար։ Երկու անգամ ծալվող նոր մոդելը իրական հեղափոխություն է սմարթֆոնների աշխարհում։ 8-ամյա տղան առանց մայրիկին զգուշացնելու մտել է նրա Amazon-ի հաշիվը և պատվիրել 70,000 հատ փայտիկով կոնֆետ, որն արժեցել է ընդհանուր $4,000։ Տղան ցանկացել է կառնավալ կազմակերպել ու քաղցրավենիք բաժանել ընկերներին։ Մայրիկը այս ամենի մասին իմացել է, երբ տուն է առաքվել 22 հսկա արկղ։ Երկար բանակցություններից հետո ընդամենը 8 արկղն է հաջողվել հետ ուղարկել և գումարի միայն մի մասն է հաջողվել վերադարձնել Amazon-ից։ Կեղտոտ սպորտային կոշիկները $130-ով։ Nike-ը ներկայացրել է իր նոր մոդելը, որը հատուկ նախագծված է կեղտոտ տեսքով։ Կոշիկն ունի մաշված նրբան, պատռված հատվածներ ու մաշվող արտաքին շերտ, որն օգտագործելու ընթացքում արտաքին շերտը մաշվում է և կոշիկը դառնում է ավելի սպիտակ։ Այսինքն, որքան շատ կրեք, այնքան ավելի մաքուր տեսք կունենա։ Թրենդային կոշիկի հետ Nike-ը տալիս է նաև խոզանակ՝ մաշվող շերտը մաքրելու համար։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն նորություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Ռոմի Պապը Ամերիկայից 69-ամյա կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն ընտրվել է որպես Լեո 14-րդ և դարձել կաթոլիկ եկեղեցու 267-րդ առաջնորդը։ Նա ծնունդով Չիկագոյից է։ Պրևոն երկար տարիներ ծառայել է որպես միսիոներական քահանա և եպիսկոպոս Պերույում, իսկ վերջերս ղեկավարել է Վատիկանում եպիսկոպոսների հարցերով զբաղվող կառույցը։ 2023-ին նա դարձել էր կարդինալ և կարճ ժամանակում դարձել Վատիկանի ամենաազդեցիկ անձանցից մեկը։ Ռոմի Պապի ընտրությունը պատմական է, քանի որ նա առաջին պապն է, ով ծնվել է ԱՄՆ-ում։
ԱՄՆ նախագահն ու Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել են բրիտանա-ամերիկյան առևտրային համաձայնագրի մասին, այս գործարքը անվանել է ապագայի հարթակ, շեշտելով, որ այն կստեղծի նոր աշխատատեղեր և կբացի շուկաներ։ Սա Թրամփի նոր մաքսային քաղաքականության շրջանակում է։ Ապրիլին նա առաջարկել էր միակողմանի տուրքեր մի շարք երկրների, այդ թվում Եվրամիության վրա, բայց ավելի քան 75 երկիր, այդ թվում Մեծ Բրիտանիան, համաձայնվել էին համագործակցել ԱՄՆ-ի հետ և դրա արդյունքում 10%-անոց տուրքեր չեն կիրառվել։ Թրամփի վարչակազմը հրամայել է զինված ուժերին իրենց շարքերից դուրս բերել 1000 տրանսգենդեր զինծառայողների։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ բանակում այլևս տեղ չկա տրանսգենդերների համար։ Նոր կանոններով նրանք, ովքեր իրենց չեն զգում իրենց ծնված սեռին համապատասխան և ունեն գենդերային դիսֆորիա, դուրս կգան բանակից։ Ապագայում նման անձանց այսուհետև չեն ընդունի զինծառայության։ Նրանք, ովքեր դեռ չեն հայտնել, թե սեռային ինչ կողմնորոշում ունեն, նրանց 30 օր ժամանակ կտրվի այդ մասին ղեկավարությանը տեղեկացնելու համար։ Սիրելի հետևորդներ, իսկ դուք գիտեք, թե ուր են գնում ձեր վճարած հարկերը։ Ամեն տարի ամերիկացիները և նահանգները միասին վերցված վճարում են պետությանը հազարավոր միլիարդներ։ Եվ այսպես թողարկման այս հատվածում պարզելու ենք, թե որ նահանգներն են ստանում ամենաշատ դաշնային գումարները և ինչպես է այդ ամենը անդրադառնում այն նահանգների վրա, որտեղ ապրում են հազարավոր հայեր։ ԱՄՆ դաշնային կառավարությունը հավաքել է 4,67 տրիլիոն դոլար քաղաքացիներից և նահանգներից հիմնականում եկամտային ու աշխատավարձի հարկերի միջոցով։ Այդ գումարից 4,56 տրիլիոն դոլարը վերադարձվել է նահանգներին և բնակիչներին սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով, բայց ոչ բոլոր նահանգներն են ստացել գումարը հավասար չափով։ Ընդհանուր հաշվով կառավարությունը ստացել է 105 միլիարդ դոլար ավելի, քան բաժանել է նահանգներին։ Նյու Յորքը վճարել է դաշնային բյուջե մոտ 89 միլիարդ դոլար ավելի, քան վերադարձրել է, իսկ Վիրջինիան ստացել է 79 միլիարդով ավելի, քան մուծել է։ Հարկային եկամուտների 88%-ը գոյացել է ֆիզիկական անձանց եկամտային ու աշխատավարձի հարկերից, 10%-ը բիզնեսների եկամտային հարկերից, իսկ մնացածը ժառանգության, նվերների ու սպառողական հարկերից։ Եվ այսպես, 4,67 տրիլիոն դոլար դաշնային հարկերի 35%-ը ապահովել է 4 նահանգ։ Միայն Կալիֆորնիան վճարել է ընդհանուր 12,2%-ը, Տեխասը 8,9%, Նյու Յորքը 8%, իսկ Ֆլորիդան 6,7%։ Միջին հաշվարկով յուրաքանչյուր նահանգի բնակիչ դաշնային բյուջե է փոխանցել 14,000 դոլար։ Թեև հիմնական եկամուտը զգալի է մեծ բնակչություն ունեցող նահանգներից, բայց որոշ փոքր նահանգների վճարումները զգալիորեն գերազանցում են մյուսներին։ Օրինակ, Վաշինգտոն DC-ն յուրաքանչյուր բնակչի հաշվով փոխանցել է շշմեցնող 54,612 դոլար, ինչը կրկնակի ավելին է, քան մյուս առաջատար նահանգներում։ Դելավերում, որտեղ մեծ թվով ընկերություններ են գրանցվում, այդ թիվը մեկ անձի հաշվով կազմել է 24,575 դոլարը։ Մյուս կողմում էլ ամենաքիչ վճարված նահանգներն են Արևմտյան Վիրջինիան 4,867 դոլարով, Միսիսիպին 5,148 դոլարով և Նյու Մեքսիկոն 5,082 դոլարով։ Այս տարբերությունը ցույց է տալիս, թե որքան մեծ է հարկաբաշխման անհավասարությունը նահանգների միջև։ Դաշնային կառավարությունը ծախսել է 6,2 տրիլիոն դոլար, որից 1,1 տրիլիոնը փոխանցվել է նահանգներին սննդի կենտրոնների, տրանսպորտի և կրթության ծրագրերի միջոցով։ Եվս 1,4 տրիլիոնն ուղղվել է քաղաքացիներին, հիմնականում սոցիալական ապահովագրության և վետերանների աջակցման ծրագրերով։ Եթե դիտարկենք մեկ անձի հաշվով ստացված գումարը, ապա առաջատարը Վաշինգտոն DC-ն է 74,361 դոլար, որի զգալի մասը գալիս է ռազմական և տրանսպորտային պայմանագրերից։ Նահանգների շարքում ամենաշատը ստացել է Ալյասկան 24,141 դոլար մեկ մարդու հաշվով, շնորհիվ հնդկական ցեղերի հետ գործարքներին։ Ընդհանուր առմամբ 19 նահանգ 2023-ին վճարել է ավելին, քան ստացել է։ Ամենամեծ բացասական տարբերությունն ունեցել են Նյու Յորքը, Կալիֆորնիան և Նյու Ջերսին։ Մնացած 31 նահանգները և Վաշինգտոն DC-ն ստացել է ավելի շատ, քան վճարել է։ Ինչպես տեսնում եք, ԱՄՆ դաշնային բյուջեի գումարները հավասարաչափ չեն բաշխվում նահանգների միջև։ Նյու Յորքը, Կալիֆորնիան և այլ մի քանի նահանգներ, որտեղ հազարավոր հայեր են ապրում, ամենաշատն են վճարում դաշնային բյուջե, բայց ստանում են համեմատաբար քիչ։ Այս անհավասարությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է հասկանալ, թե ուր են գնում ձեր վճարած հարկերը։ Ամերիկյան համալսարաններն ավարտած շատ երիտասարդներ այսօր գործազուրկ են։ Ընդհանուր առմամբ երիտասարդների շրջանում գործազրկությունը հասել է 5,8%-ի։ Շրջանավարտների 41%-ը ստիպված է անել այնպիսի աշխատանք, որը իր մասնագիտության հետ կապ չունի։
Փորձաշրջանի հնարավորությունները, որոնք նախկինում կարևորվում էին որպես աշխատանքի առաջին քայլ, այս տարի նվազել են 11%-ով։ Չնայած պաշտոնական տվյալներով ապրիլին ստեղծվել է 177,000 նոր աշխատատեղ, շրջանավարտների մի մասը հույս չունի դրանցից օգտվելու, քանի որ նոր ստեղծված աշխատանքների մեծ մասը կամ պահանջում է փորձ, կամ չեն համապատասխանում իրենց մասնագիտությանը։ Ըստ հարցումների, շրջանավարտների 56%-ը հրաժարվել է երազանքի աշխատանքի պատկերացումից եւ պատրաստ է աշխատել ցանկացած տեղ, պարզապես գոյատևելու, ուսանողական պարտքերը մարելու եւ հիմնական ծախսերը հոգալու համար։ Ամազոնի պահեստներում այսուհետև մարդկանց հետ կաշխատեն ռոբոտները։ Ամազոնը ներկայացրել է իր նոր ռոբոտը, որը հագեցած է սենսորներով եւ կարողանում է զգալ ապրանքը, ճանաչել դրա չափը, կշիռը եւ դիրքը։ Ռոբոտը ապրանքը կդասավորի ու կտեղափոխի առանց մարդու օգնության։ Ռոբոտը կարող է աշխատել բարձր կամ դժվար հասանելի տեղերում, թեթևացնելով պահեստային աշխատակիցների բեռը։ Ամազոնը նաև ներդնում է ավտոմատ սարքեր, որոնք կփաթեթավորեն ապրանքները։ Այս կերպ ընկերությունը փորձում է նվազեցնել աղբի քանակը եւ արագացնել աշխատանքը։ Մասնագետները զգուշացնում են, որ նման ավտոմատացումը կարող է վտանգել միլիոնավոր աշխատատեղեր։ Ամերիկայում ներքին թռիչքների ժամանակ օդանավակայաններում պարտադիր է ունենալ Real ID։ Սա հատուկ ստանդարտներին համապատասխանող վարորդական վկայական կամ անձը հաստատող փաստաթուղթ է։ Եթե չունեք նման փաստաթուղթ, ապա հնարավոր է, որ լրացուցիչ ստուգումներ անցնեք։ Real ID-ի վերջին աճանկյունում աստղանիշ կա։ Եթե ձեր քարտը այդ նշանը չունի, այն չեն ընդունի օդանավակայաններում։ Այդ դեպքում պետք է ներկայացնել այլ փաստաթուղթ, օրինակ ԱՄՆ անձնագիր, ռազմական ID կամ պետական ծառայողի քարտ։ Ի դեպ, Նյու Յորքի, Վերմոնտի, Միչիգանի, ինչպես նաև Մինեսոտայի եւ Վաշինգտոնի բնակիչները հնարավորություն ունեն միանգամից ստանալ ավելի լայն հնարավորություններով ID, որը բավարար է ներքին եւ միջազգային ճանապարհորդություններ կատարելու համար։ Մարդիկ դեռ պատրաստ չեն այս նոր կանոններին, բնակիչների մի մասը դեռևս չունի Real ID, ինչը կարող է հերթերի եւ ուշացումների պատճառ դառնալ օդանավակայաններում։ Եթե ուղևորը չունենա Real ID, անվտանգության աշխատակիցները փորձելու են հաստատել ձեր ինքնությունը, օգտագործելով ձեր անձնական տվյալները։ Հնարավոր է, որ թողնեն անցնեք լրացուցիչ ստուգումներից հետո, բայց դուք բավականին շատ ժամանակ կծախսեք։ Եթե չունեք Real ID կամ որևէ ընդունելի փաստաթուղթ, ապա խորհուրդ է տրվում օդանավակայան գալ 3 ժամ շուտ։ Նշեմ նաև, որ մինչև 18 տարեկանների դեպքում ինքնաթիռով թռչելիս պարտադիր չէ ID-ն, բայց ամեն դեպքում լավ է նախապես ճշտել ավիաընկերությունից։ Real ID ստանալու համար պետք է անձամբ գնալ ձեր նահանգի վարորդական վկայականների գրասենյակ եւ ներկայացնել ծննդյան վկայականը կամ անձնագիրը, սոցիալական ապահովության համար փաստաթուղթ եւ բնակության հասցեն հաստատող 2 փաստաթուղթ, օրինակ կոմունալ վճարների անդորրագիր։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար, մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։